Ես հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման process։ Ուժեղ Հայաստան դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարել է ընդդիմադիր ուժերը համախմբելու նախաձեռնության մասին։ Այն ընդդիմադիր ուժերը, ում համար թանկ է մեր երկիրը, կարձագանքեն եւ մենք անպայման կստեղծենք հետընտրական ընդդիմադիր կոալիցիա։ Այս գործընթացի մանրամասները հայտնի կդառնան վաղը լրատվամիջոցների խմբագիրներին տրված նոր հարցազրույցի ընթացքում։ Անկախ դիտորդ դաշինքն ահազանգել է Երևանի, Արտաշատի եւ Մեղրիի 3 ընտրատեղամասերում քաղաքացիների ընտրական իրավունքի ոտնահարման մասին։ Խնդրահարույց իրավիճակն արձանագրվել է Նուբարաշենի 10/51, Աբովյան գյուղի 12/13 եւ Ագարակ քաղաքի 35/65 տեղամասերում։ Այս տարածքներում հունիսի 7-ին քվեարկած քաղաքացիները փաստացի զրկվել են երկրի իշխանության ձևավորմանը մասնակցելու հնարավորությունից։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել է նշված տեղամասերում վերաքվեարկություն նշանակելու պահանջը։ Դիտորդական դաշինքն այս գործելավոճը համարում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ ընտրական օրենսգրքի նորմերի կոպիտ խախտում։ Կազմակերպությունը վկայակոչում է նաեւ մարդու իրավունքների եվրոպական դատարանի սահմանած իրավական նախադեպերը։ Դաշինքը կոչ է արել ընտրողներին վճռականորեն պաշտպանել սեփական սահմանադրական իրավունքները։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անձամբ ստորագրել է Իրանի հետ համաձայնագրի օրինակը Մակրոնի հետ ընթրիքի ժամանակ Վերսալի պալատում։ Ստորագրված համաձայնագրի լուսանկարը ուղարկվել է իրանցիներին եւ միջնորդներին։ Նույն կերպ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանի ստորագրության նկարն է ուղարկվել ամերիկյան կողմին։ Այսպիսով երկրները պարտավորվում են հարգել միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև զերծ մնալ միմյանց ներքին գործերին միջամտելուց։ ԱՄՆ-ն եւ Մերձավոր Արևելքում նրա դաշնակիցները պետք է պատրաստեն Իրանի վերականգնման ծրագիր առնվազն $300 միլիարդ չափով։ Վաշինգտոնը պարտավորվում է Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները հանել այն ժամանակահատվածում, որի մասին կողմերը կպայմանավորվեն վերջնական համաձայնագրում։ Իրանը չի արտադրի կամ ձեռք չի բերի միջուկային զենք։ Կողմերն իրանական միջուկային նյութերի հարցը կլուծեն ՄԱԳԱՏԵ-ի վերահսկողության ներքո։ Իրանը պարտավորվում է Հորմուզի նեղուցով անցնելու համար նավերի 60 օրվա ընթացքում վճար չվերցնել։ Այսպիսով Շվեյցարիայում կայանալիք հանդիպումը չեղարկվել է։ Դոնալդ Թրամփը պատրաստակամություն է հայտնել վերադարձնել Իրանի սառեցված ակտիվները ամերիկյան դոլարի հեղինակությունը փրկելու նպատակով։ Ըստ նրա, այս քայլն անհրաժեշտ է միջազգային ֆինանսական համակարգի նկատմամբ համաշխարհային վստահությունը չկորցնելու համար։ Միևնույն ժամանակ Սպիտակ տան ղեկավարը Թեհրանին 60 օր ժամանակ է տվել նոր փոխհմբռնման հուշագրի պայմանները խստորեն կատարելու համար։ Համաձայնության խախտման դեպքում Վաշինգտոնը սպառնում է անհապաղ վերսկսել ռազմական հարձակումները Իսլամական Հանրապետության դեմ։ Թրամփն ընդունել է, որ ամերիկյան ճնշումներն արդեն իսկ Իրանի տնտեսությանը հասցրել են շուրջ $2 տրիլիոն վիթխարի վնաս։ Նախագահը դրական է բնութագրել Իրանի նոր եւ քիչ արմատական առաջնորդներին, սակայն կասկածի տակ է դրել նրանց անհրաժեշտ ներդրումներ գտնելու հնարավորությունը։ Ֆրանսիայում հունիսի 15-ից մեկնարկած մեծ յոթնյակի գագաթնաժողովն անցնում է ԱՄՆ նախագահի «Ես եմ տերը» ինքնավստահ հայտարարության ներքո։ Արևմտյան առաջնորդներն այս հանդիպմանն ընդունել են Ուկրաինային սատարող համատեղ հայտարարություն եւ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթ։ Թրամփի դիրքորոշման հանկարծակի մեղմացումը Կիևի հարցում թերահավատություն է առաջացնում, քանի որ նրա նախկին խոստումները հաճախ անկանխատեսելի են եղել։ Իրանի հետ կնքված նախնական համաձայնագիրը նույնպես հաստատուն չէ, քանի որ Սպիտակ տան ղեկավարը շարունակում է սպառնալ ռազմական հարվածներ։ Տնտեսական օրակարգում առաջնորդները փորձում են գտնել Չինաստանի ցունքային կախվածությունը նվազեցնելու եւ առևտրային անհավասարակշռությունը շտկելու ուղիներ։ Ռուսաստանի Բրյանսկի մարզում ուկրաինական ԱԹՍ-ն հարձակվել է Բելարուսի Գոմել քաղաքի մանկական ֆուտբոլային թիմի ավտոբուսի վրա, որը մեկնում էր Գելենջիկ հանգստի, հայտնել է մարզպետի պաշտոնակատարը։ Հարվածի հետևանքով զոհվել է թիմին ուղեկցող կինը։ Ռուսաստանի առողջապահության նախարարության տվյալով հիվանդանոց է տեղափոխվել 7 տուժած, որոնցից մեկի վիճակը ծանր է։ Իսրայելական օդուժը շարունակում է ռմբակոծել Լիբանանի հարավային բնակավայրերը։ Չնայած ուրբաթօրը սպասվող ԱՄՆ-Իրան համաձայնագրի պաշտոնական ստորագրմանը, Կյուրոսում եւ Նաբաթիե շրջաններում իրականացված հարձակումների հետևանքով կան վիրավորներ, ինչին ի պատասխան Հեզբոլլահը հրթիռակոծել է իսրայելական դիրքերը։ Թեհրանն այս գործողություններն արդեն որակել է հրադադարի խախտում եւ կասկածի տակ դրել խաղաղության շրջանակային համաձայնագրի ուսալիությունը։ Միջազգային համաներում իրավապաշտպան կազմակերպությունը իսրայելական բանակի հրահանգած բռնի
տեղահանումները պաշտոնապես անվանել է ռազմական հանցագործություն։ Իսրայելը Լիբանանի տարածքի մոտ 6%-ը հայտարարել է արգելված գոտի, փաստացի զրկելով տասնյակ հազարավոր քաղաքացիների սեփական տներ վերադառնալու հնարավորությունից։ Մարտ ամսից ի վեր ընթացող լայնածավալ հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 3800 մարդ, իսկ տեղանվածների թիվն անցնում է 1 միլիոնը։ Իրանի Կարմիր մահիկի ընկերությունը եւ Ռուսաստանի ուղղաթիռներ պետական ձեռնարկությունը Մոսկվայում ստորագրել են 20 ուղղաթիռի գնման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր։ Գործարքի հիմնական նպատակը Իրանի ավիացիոն փրկարարական կարողությունների հրատապ արդիականացումն է։ Նոր տեխնիկաները հագեցած կլինեն գիշերային տեսանելիության սարքերով եւ կծառայեն հրդեհաշիջման եւ բժշկական տարհանման նպատակներին։ Տեխնիկայի համալրումը ակնկալվում է միայն 2027 թվականի մարտին։